Ողջույն սիրելի ընկերներ, մենք վերջապես եկանք, հասանք Վարագավանք եւ այստեղ ճիշտն ասած կապի խնդիր կա, բայց փորձելու եմ ձեզ հետ կիսեմ ուրախությունս, հույզերս, ապրումներս եւ պատմեմ մեր այսօրվա առաքելության մասին։ Կարծում եմ շարֆի պատմությունը հիշում եք, այս են իմ ամենասիրելի շարֆն, որ տիկին Հասմիկս ինձ նվիրել էր։ Եվ ես նախորդ այցի ժամանակ որպես խորհուրդ, ինչպես կարելի է հրաժարվել սիրելի իրից եւ նյութականից կախում չունենալ, ես այս շարֆը պահեի տվել Վարագավանքին եւ այսօր եկա, ինչպես հարազատ մի իր կփնտրես, գտա զամբյուղի մեջ շարֆերի եւ ուրախացա եւ մի քիչ կկրեմ, հետո կվերադարձնեմ արդեն հաջորդ այցելուները կգրեն եկեղեցու ներսում, քանի որ կապերը այստեղ թույլ են, իսկ ես ուզում եմ ամեն ինչ ձեզ պատմել եւ ներկայացնել, դանդաղ շրջեմ եւ հոսանք չկա, որպեսզի մենք հեռախոսը դնենք լիցքավորման, բայց արդեն եկեղեցուց դուրս կարող եմ այսպես շարֆս հանել, բայց ես փորձելու եմ ամեն բան ձեզ պատմել մանրամասն, որովհետև ես կարճ պատմել չգիտեմ, ուզում եմ ամեն ինչ իմանաք եւ ես հիմա գտնվում եմ երկնքից մեկ կանգառ ներքև, սահմանից մեկ կանգառ այս կողմ, որովհետև այն կողմը լեռների արդեն հարևան սահմանն է, տեսեք, այսպես ցույց տամ, որ պատկերացնեք, նորից նախադասությունս ձևակերպեմ, երկնքից մեկ կանգառ ներքև, սահմանից մեկ կանգառ աջ, Աստծո փեշի տակ, ծվարած Վարագավանքում եմ։ Հիմա նախապատմությունը, երբ որ մոտ մեկ ամիս կամ ավելի շատ առաջ, տիկին Հասմիկիս հարազատներ, նաև Քրիստինան մենքի առաքյալներից է եւ առհասարակ նրանց բոլորին ես անվանում եմ տիկին Հասմիկիս շողեր, մոտ 45-ն են առաքյալները, բոլորից շատ սիրում եմ, շնորհակալ եմ եւ առանձին առաքյալների մասին ուղիղ եթեր ունենալու եմ։ Քրիստինան եւ Գարիկը ամուսիններ են, ազատյանները, ովքեր որոշել էին ուխտ ունեին եւ աջակցություն էին ուղարկել, որպեսզի մենք գնանք եւ այցելենք մանկատներից մեկը։ Մենք գնացել էինք Գյումրու մանկատուն, որի այցելությունից հետո բնականաբար բոլոր պարագաները գնվել էր եւ ես այդ ընթացքում արդեն ինձ համար բացահայտել էի Վարագավանքը, որպես իմ սրտի եկեղեցի, չնայած տասնյակ անգամներ եղել էի, անգամ տիկին Հասմիկի հետ էինք եկել, այստեղ նկարներ ունենք, բայց այդ օրը, երբ որ Տեր Եղիան դուրս եկավ պատի այդ անկյունից, կարծես թե ես գտա իմ քահանային, իմ մանուկների Աստվածաշունչի մեջի քահանային, այդ կերպարին եւ իմ եկեղեցին։ Այսօր Գոհարի հետ որ զրուցում ենք, ասում է մարդը իր եկեղեցին զգում է, չնայած որ իմ եւ Աստծո կապը եկեղեցով չի պայմանավորված կամ սահմանափակվում, որովհետեւ մենք անընդհատ միասին ենք եւ կապի լուրջ խնդիր է, հուսամ, որ ձայնս լսելի է։ Եկեղեցի գալով եւ աղոթելով չի, որ մենք ազատվում ենք մեղքերից, այլ փորձելով ճիշտ ապրել, պահել պատվիրանները, բնականաբար անսխալական մարդ չկա եւ անդրադառնալով այդ Գյումրի այցելությանը, այդ օրը, երբ որ մեր մոտ գումարեր ավելացել, ես տիկին Հասմիկին տեղյակ պահեցի եւ խնդրեցի նրան, խորհրդակցեցի ավելի շուտ, մենք միասին խորհուրդ ենք անում միշտ, որպեսզի մենք Վարագավանքի այդ լույսերը գնենք եւ նա համաձայնեց, ես վստահ էի, որ կհամաձայնի եւ ես երջանիկ էի եւ հիմա ուզում եմ ասեմ բարության ոսկե շղթայի մասին, ոչինչ հենց այնպես չի լինում, բանը եղավ այսպես, Քրիստինան եւ Գարիկը ամուսիններ, ովքեր բնակվում են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ցանկացան աջակցել մանկատան, որտեղ այդ մանկատանը հիվանդ երեխաներն էին, որից հետո որոշում կայացվեց, որ պետք է Վարագավանքը լուսավորենք եւ ուզում եմ իմանաք, որ Վարագավանքը 2 դար առաջ է ունեցել քահանա, դա եղել է արքեպիսկոպոս Մանուչարյանը 1846 թվականին, եթե ճիշտ եմ հիշում, կամ 64 եւ 2 դար անց այս վանքը քահանա ունի Տեր Եղիա
Տեր Եղիան, ով մի լուսավոր անձնավորություն է, հիմա շրջելու ժամանակ ցույց կտամ, բայց ես նրան հենց այդպես էլ անվանում եմ, քանի որ իմ լայվերը իմն են, իմ սեփականությունն են, իմ էջինն են, հետևաբար ես ինձ իրավունք եմ վերապահում նաև սրտիս զգացածը կիսել ձեզ հետ, կիսվել եւ ասել Տեր Եղիա լուսավորիչ, որովհետև 2 դար անց լինելով այս եկեղեցու քահանան, նրա շնորհիվ լուսավորվում է եւ այդ բարության ոսկե շղթան, Տիկին Հասմիկս, Քրիստինեն, Գարիկը եւ այս ամենը ես կարծում եմ, որ հենց այնպես չի, սա օրհնություն է եւ այդ ուղղորդումը եւ մեր այսօրվա այստեղ գալը ու այս էլ պատահական չէր, որ մենք անգամ անցումի տակ այդ մուրացկան կինով ձեր բռնիչներ էր գործում, մենք ուշանում էինք, բայց միևնույնն է ես նրա հետ նստեցի, զրուցեցի, որոշեցինք, որ նրա պատմությունը նույնպես ներկայացնելու ենք եւ եկանք, հասանք Վարագավանք, բերեցինք լույսերը, որը հիմա ես ձեզ ցույց եմ տալու եւ արդեն այս գիշեր եթե հասցնի այդքան հոսանք վերցնի արև չկա վաղը գիշեր հերվից այդ հերավորության վրա անտառի մեջ ծվարած եկեղեցին կլինի լույսերի մեջ մենք գնել ենք 5 հատ 200 վատանոց այսինքն 0.2 վատ եւ հիմա մեր Տեր Եղիայի հետ տղաները պլանավորում են տեղադրում են հիմա կշրջեմ ցույց կտամ բայց խնդրանքս նաև հետևյալն է, որ ովքեր որ կգան Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Եվրոպայից, Ռուսաստանի Դաշնությունից եւ կցանկանան մի պիտանի բան անել, հատկապես եթե դուք գալու եք Տավուշ, ես անվանեմ ձեզ ջահակիրներ Վարագավանքի, բառեր եմ իմ համար ստեղծագործում։ Տեր Եղիա լուսավորիչը, ջահակիրները, եղեք ջահակիրը այս եկեղեցու, որովհետև եկեղեցին, որը որ քահանա չուներ եւ հիմա ունի Տեր Եղիային եւ առհասարակ բոլորս էլ գիտենք, որ այս Տավուշի Շամշադինի կողմը եւ շատ այդքան եկեղեցիներով հարուստ չէր եւ հավատքը այդքան խորը չէր, ինչ վերջին 20-30 տարիների ընթացքում, իսկ Տեր Եղիայի գալուց հետո մի ուրիշ սեր է այստեղ զգացվում, կոնկրետ այս հարակից գյուղերի եւ Տեր Եղիայի միջև ստեղծված այդ սերը սիրո արկայությունը, որը որ ճառագում է մարդիկ այնքան հպարտությամբ են նրա մասին խոսում, սիրով, ուրախությամբ եւ նաեւ պետք է նշեմ, որ մենքի առաքյալների կողմից, ինչպես նշեցի, մենքի առաքյալների մասին առանձին մի ամբողջական ուղիղ եթեր եմ անելու ավելի համակարգված, բայց ուզում եմ ասեմ, որ մենք առաքյալների աջակցությամբ մենք ունենալու ենք նաև ամենամսյա աջակցություն մեր Վարագավանքի քահանային եւ ամսական $100 նախատեսել ենք Կիրակնորյա դպրոցի համար, ինչ կգնի Տեր Եղիան իր որոշելիքն է, կգնի մատիտներ, ներկեր, տրանսպորտի հարց կարգավորի տեղափոխելու կամ ինքը կգնա, այդ ամենը մենք թողնում ենք նրա կազմակերպելուն եւ ուրախանում ենք, որ ունենք նրան, ում հետ կարող ենք նաև հաղորդակցվել եւ համայնքի հետ եւ երեխաների եւ եկեղեցու, բայց հիմա ես ուզում եմ, որպեսզի դուք էլ վայելեք, ես անverջ ուզում եմ խոսամ, անverջ ուզում եմ ասեմ սիրելի Քրիստինա եւ Գարիկ, շնորհակալ եմ, օրհնվեք դուք, օրհնվեք, սերնդե սերունդ, որովհետեւ այս աջակցությունը շատ ավելին է, քան եթե դուք ինչ-որ միտեղ մի եկեղեցի կառուցեիք։ Ես սա վստահ եմ ասում, որովհետև երբ որ մենք ունենք 12-րդ դարի եկեղեցի, որը չունի լույս, եւ դուք լուսավորում եք անտառի մեջի այս հրաշքը, այս գեղեցկուհուն, իսկ ինչ որ միտեղ եկեղեցի կառուցելը, հատկապես մեր օրերում, ես կարծում եմ, որ ավելի լավ է կրթահամալիր կառուցեն, աջակցեն եկեղեցիներին, Կիրակնորյա դպրոցներ, որ երեխաները էլ ավելի Աստծո հետ հաղորդակցվելու ձևը սովորեն, ճանաչեն, շրջեմ տեսնենք ինչ աշխատանքները կատարվում են, բայց եթե անգամ այսօր այդքան պարզ չլինի լուսավորությունը, ես խնդրելու եմ, որպեսզի Տեր Եղիան անպայման այսպես տեղադրել ենք մեկ,
երկուս ամբողջ տարածքի համար եւ մենք ունենք 5 հատ եւ Աննանով Ավստրիայից է եկել 3 հատ էլ ինքը լավ դերա բերել Տեր Եղիան կորոշի քանի որ չի թույլատրվում առհասարակ ուղիղ եթերներ անել կամ զրուցել քահանայի հետ ես չեմ խոսացնի հիմա Տեր Եղիային բայց այն որ իր գնահատանքը ուրախությունը փոխանցում եմ ձեզ Գնանք թակուն լսենք Ես ուզում եմ այս հատվածը ձեզ ցույց տամ, երբ որ պատմում եմ Տեր Եղիայի մասին, այս դուռներ, այդ պատի հետևի անկյունն է, այստեղից այսպես ինքը դուրս եկավ, ու ես զարմացա, որ այս ամայի տարածքում անտառի մեջ կա քահանա, դե ում որ պահեն տվել այս հրաշքը։ Եվս մեկ անգամ ուզում եմ հիշեցնեմ, որ ես գտնվում եմ Վարագավանքում Գարիկ և Քրիստինե Ազատյանների կողմից, Տիկին Հասմիկիս կողմից նրանց աջակցությամբ մեր եկեղեցուն բերել եմ լույսեր, քանի որ այստեղ չկա հոսանք, ընդհանրապես չկա հոսանք 5 հատ արևային մեծ լուսավորություն ենք բերել պրոժեկտորներ, այսպես ասած, եւ շարունակելի ով որ կգա, խնդրում եմ ձեզ հետ բերեք եւ լուսավորեք, բայց ուզում եմ այս տարածքն էլ տեսնեք։ Եվ եթե պլանավորում եք գալ Տավուշ անպայման 1-2 կիլոմետր շեղվեք ճանապարհից, այնքան հրաշալի ճանապարհ է կառուցված, էլ ասելու չի։ Անպայման եկեք եւ ծանոթացեք Տեր Եղիայի հետ եւ աղոթեք եկեղեցում։ Այստեղ մենք մշտական հոսող լեռների աղբյուր ունենք, լացող ուռենի ունենք։ Ինձ թվում է օրերից մի օր ես հենց մի տեղ էլ ապրելու եմ։ Երբ որ բոլոր առաքելություններս հավարտեմ հայ գյուղի հետ կապված պլաններս, դե քանի որ 102 տարի եմ ապրելու, գալու եմ այս հենց մի տեղ, Կարենի հետ հյուղակ ենք կառուցելու ու ապրենք։ Լռեմ ձայները լսեք թռչունների։ Էսա մի հատն էլ ընդեղ է։ Տեսեք ոչ մի բնակելի տարածք, կուսական բնություն, ուղղակի դրախտ։ Քանի որ եւ կապի խնդիր կա եւ հոսանք չկա, որ իմ հեռախոսը լիցքավորեմ, ես ուզում եմ ասեմ շնորհակալություն, ասեմ յուրաքանչյուրիդ, ովքեր հետևում են իմ ուղիղ եթերներին, ովքեր ինձ ոգևորում են, քաջալերում են, ուրախանում են ինձ հետ, ինչպես ես եմ երեխայի նման ուրախանում ամեն միգուցե ուրիշների համար մանրուք, ինձ համար կարևորություն, ցանկացած մարդու հաջողություն, ցանկացած ձեռքբերում, ցանկացածի ժպիտ, այնպես էլ ես եկեղեցու հետ կապված, ես վստահ եմ, որ
ամեն մեկը տես ուղիղ եթերը նայելիս ժպտում եք, ամեն մեկը այդ պահին զգում եք օրհնություն, ամեն մեկը ուրախանում եք, որ վարագավանքի լույսերը վառվելու են, իսկ ես մեկ անգամ, 10 անգամ, միլիոն անգամ ասում եմ շնորհակալություն նախ իմ տիկին Հասմիկին Մաթևոսյան, Մենքի առաքյալների համակարգողին, ինքը միշտ ասում է մի առանձնացրու ինձ, բայց առաքյալներս էլ համաձայն են, որ 43 անուն որպեսզի չթվարկեմ, երբ որ ասում ենք առաքյալներ, դա այդ 45 օրհնյալներն են, ովքեր որ ունեն իրենց մեծ ներդրումը, ինձ համար մեծ հսկայական մեր ծրագրերի շրջանակում, իսկ Քրիստինեին ու Գարիկին եւս մեկ անգամ ասում եմ շնորհակալ եմ, որ դուք կաք, շնորհակալ եմ, որ ձեր հոգին զգացել է այն, որ դուք պետք է անեք այս գործողությունը եւ ես հավատում եմ, որ առանց Աստծո առաջնորդության այսպիսի գործեր տեղի չեն ունենում եւ ես վստահ եմ, որ սա օրհնություն է եւ ձեր ընտանիքներին եւ ձեզ մաղթում եմ միշտ լինեք երջանիկ, միշտ լինեք առողջ եւ երբևէ չտխրեք, երբևէ չունենաք տխուր օրեր, ամեն օր լինեք երջանիկ, իմ սիրած բարեմաղթանքներից մեկը եւ անհամբեր սպասում եմ ձեզ եւ բոլոր առաքյալներին առհասարակ Հայաստանում սպասում եմ եւ վարագավանքն է սպասում ինձ համար ինչպես ամեն անգամ ես ասում եմ ես իմ հեքիաթը հորինում եմ եւ ես իմ հեքիաթում ապրում եմ իմ աշխարհը հրաշալի է ես երջանիկ եմ իմ աշխարհում եւ անգամ չեմ էլ ուզում փոխեմ աշխարհը որովհետեւ ովքեր ուզում են իրենց կան երջանիկ, հենց այդ ֆորմատով էլ պետք է ապրեն, ստեղծեն իրենց համար այդ միջավայրը երջանիկ մարդկանցից բաղկացած, իսկ իմ բոլոր ընկերները, հարազատները, բարեկամները, ընտանիքը, բոլորը լավն են եւ ես այդ միջավայրում ինձ հրաշալի եմ զգում։ Առհասարակ բոլոր մարդիկ են լավը։ Եվ այս տարբերակում ինձ համար վարագավանքը ինչպես ասում եմ, Տեր Եղիա լուսավորիչ, ինչպես ասում եմ, որ Քրիստինեի եւ Գարիկի շնորհիվ, տիկին Հասմիկի շնորհիվ առաջին լույսերը վառվեցին այս եկեղեցու, բայց ես վստահ եմ, այսքանով չենք սահմանափակվի եւ գյուղը լիքը մարդիկ ունի, բարեկամներ ունի, երկիրը, ովքեր հենց միանգամից կարող են կապ հաստատել Տեր Եղիայի հետ եւ ուղարկել էլի այսպիսի լույսեր, ուզում եմ ամբողջ անտառի մեջ sense մի հրեգունդ լինի այս եկեղեցին եւ ես նաեւ անվանում եմ այս եկեղեցին առաքյալների եկեղեցի Ամերիկայի Միացյալ Նահանգների առաքյալների եկեղեցի մերն եմ համարում թող 10 միլիոն հայ իրենը համարի եկեղեցին ոչ միայն էս 10 միլիոն հայ իրենը համարի երկիրը 10 միլիոն հայ իրեն պատասխանատու զգա մեր ունեցած մեր սեփական 29743 քառակուսի կիլոմետրի համար, որովհետև մեզնից յուրաքանչյուրը ապրում է հենց այդ կիլոմետրի սահմաններում եւ ես հենց այս պահին 20-30 սանտիմետրի վրա հենց այդ 29743-ից նստած ծնկած ես կասեի զրուցում եմ ձեզ հետ եւ ասում եմ շնորհակալություն ամենալավն ու բարին եւ արև ձեզ